Ասացինք, 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Խոսենք երեք Հովանավանքում տեղի ունեցած գործողություններից, Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, հայտարարել էր, որ պետք է մասնակցեն պատգամավորները, տեսանք, որ մարդիկ են հավաքված, մեծ մասը պատգամավորներ, ինչ որ նախարարներ, Փաշինյանի աջակիցներ, հետո արդեն կարգալույծ եղած քահանան պատարակ էր մատուցում, ծափողջույներ լսեցինք եկեղեցու ներսում, առասարակ մի քիչ տպավորություններ ունեք այս ամեն ինչից։ Եթե մեկ բառով փորձեմ ասել, պարզապես խայտառակություն, ամեն ինչ իրականում այսպես սարսափի էր հասնում, որովհետև ըստ էության ապականվում էր մեր ազգային արժեքներից մեկը, եկեղեցին եւ ինչու՞ չէ նաեւ հավատը։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ եկեղեցում ծափեր են հնչում երկրի ղեկավարի հասցեին, որովհետև եկեղեցին ըստ էության մարդու եւ Աստծու միջև կապի վայրն է, որտեղ մարդը իր ներսում կամ իր աղոթքներով կապ է հաստատում Աստծո հետ, սա նաև ըստ էության այսպես ծիսական բոլոր կանոնների խախտում էր, բայց մյուս կողմից էլ ինձ համար տեսանելի էր, որ այնտեղ հավաքված մարդիկ կամ ԿՊ ինչ որ պաշտոնյաներ էին հանդիսանում, կամ էլ ինչ որ լծակներով բերված մարդիկ, այսինքն կարող են լինել վարչական լծակներով բերված մարդիկ եւ այլն, եւ այդ ամենի հետ մեկտեղ ինձ մոտ տպավորություն է, որ իրենց ակնկալիքները չարդարացան, երևի թե այնտեղ իրենց ակնկալած մի քանի հազարից նույնիսկ հազարը չէր հավաքվել եւ դա է հավանաբար նաեւ պատճառը, որ առաջիկա կիրակի օրը փորձում են նորից կրկնել գլխավոր փորձը, կարծես թե այդ փորձեր են անում գլխավոր հարան, հետո կարծես թե գլխավոր փորձը այս անգամ լավ չստացվեց, երկրորդ դուբլով նորից գլխավոր փորձ են անելու։ Իսկ ընդհանրապես կարգալույծ եղած ուրեմն հոգևորականի կողմից մատուցվող այդ ծիսական ծառայությունները դա պարզապես մարդկանց մոլորության մեջ գցելու մի տարբերակ է, ես ինքս էլ նայում էի, որ իր կողմից էլի մի արարողություն էր սպասարկվում, որի ժամանակ ուրեմն այդ արարողության մասնակիցներից մի կին մոտեցել է, ասում է, բայց այս վերևում կանցնի, չէ, այսինքն այսպիսի նա էլ գլխով հաստատում է, հա, էլի, որ իմ արած կարգալույծ եղած քահանայի կողմից մատուցվող ծառայությունը վերևում անցնելու է։ Հետո միտեղ էլ ասում էր թուղթ կտակ, ասում էր հա կտամ, հետո ասում էր ինձանից թուղթ չեն ուզել։ Տեսախցիկի առջև ակնհայտ սուտ էր խոսում։ Այո, ինքը դե մենք տեսել ենք հենց սկզբից էլ ամեն տարբեր հարցերի վերաբերյալ սուտ պատասխաններ է տրվել, հետո նորից փոխել է իր պատասխանները, բայց այս խոսում է այն մասին, որ նա իր վարքագծով մոլորության մեջ է գցում հավատավոր ժողովրդին, այսինքն հավատավոր մարդիկ գալիս են իրենց ծիսակատարություններին, դա անում է մի մարդ, որի իրավունքը չունի, եւ հետո էլ համոզում է, որ վերևում անցնելու է այն ամենը, ինչ որ ինքը անում է այդ եկեղեցում։ Հիմա հետագա քայլերը ո՞րը կլինի, կարծում եք Փաշինյանի, դե Կիրակի ասել է, որ գնալու է եւ միջև ուր է այսպես գնալու։ Ես կարծում եմ առաջիկա Կիրակի օրվա ընթացքում կտեսնենք վարչական լծակների ավելի այսպես խիստ կիրառում, ավելի լուրջ ներգործություն, որպեսզի ի վերջո նա ստանա այն պատկերը, որ ակնկալում էր եւ որին սպասում էր, եւ այդպիսի պատկեր ստանալուց հետո արդեն ինքն էլ կորոշի, թե ինչպես է ասպատակելու Էջմիածինը։ Ես վստահ եմ, նա չի հրաժարվել այդ մտքից, նա պատրաստվում է բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով ուրեմն հասնել իր նպատակին, հասնել իր ծրագրի արդյունքներին, այնպես որ հաջորդ Կիրակի կլինի հերթական գլխավոր փորձը։ Իսկ հոգևորականներից կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն Ստեփան Ասատրյանին, կարծում եք մի քանի հոգի եղել են, որ աջակցություն հայտնել են, բայց այսպես մեծ թվով հոգևորականներ կարծում եք կհաջողվի վերջո եկեղեցին պառակտել։ Ես հասկանում եմ, որ իրենց բոլոր ձգտումները հենց դրան էլ ուղղված են, այո, մենք տեսանք հոգևորականների, ովքեր աջակցեցին, սակավաթիվ հոգևորականների, ովքեր աջակցեցին Ստեփան Ասատրյանին։ Նույնիսկ իր եղբայրը իրեն չի աջակցում։ Այո, բայց մենք ես հենց դա էլ ուզում էի նշել, բայց մենք միևնույն ժամանակ ականատես եղանք, թե ինչպես իր հարազատ եղբայրը քննադատեց իր գործողությունները, եւ ես կարծում եմ այնուամենայնիվ մեր եկեղեցու շարքերը շատ ավելի ամուր են, շատ ավելի
կայուն են եւ այդ հատուկենտ այսպես մոլորյալ հոգեվորականներին երևի թե հենց այդպես էլ պետք է մոտենալ, որ վերջիններս մոլորյալ են եւ ինչ որ մի պահի ճիշտ ճանապարհի են կանգնելու։ Հիմա Փաշինյանը կարծում եք փորձում է երկրորդ եկեղեցի ստեղծել, այլընտրանքային եկեղեցի, թե ինչպես է այս ամեն ինչը միջև ուր է հասնելու։ Այն գործողությունները հեռացրեցին, հետո ինչ է լինելու։ Այն գործողությունները, որոնք իրենք անում են, այսինքն կարգալույց քահանայի կողմից, այսինքն մի մարդ, որը այլևս ուրեմն մայրաթորի կողմից որպես հոգևորական չի ընդունվում եւ գնալ այդ կարգալույց քահանայի կողմից մատուցվող պատարագին մասնակցելը ըստ էության հենց դա էլ նշանակում է առանձնացնել եկեղեցուց մի առանձին մարմին եւ միգուցե ստեղծել առանձին կրոնական միավորում, կրոնական միություն, չգիտեմ, այսինքն փաստացի այս իրավիճակն է, բայց ես նաև վստահ եմ, որ միայն դրանով իրենք չեն սահմանափակվելու։ Եթե մենք լսում ենք իրենց ելույթները, լսում ենք Փաշինյանի մյուս падգամավորների եւ մնացած պաշտոնյաների ելույթները, ապա ակնհայտ է դառնում, որ իրենց վերջնանպատակը այնուամենայնիվ էջմիածինն է։ Եվ ինչ են անելու։ Ես չեմ զարմանա, ես ամեն անգամ դա եմ ասում, չեմ զարմանա, որ քրեական գործ հարուցվի կաթողիկոսի նկատմամբ, ես չեմ զարմանա, որ Փաշինյանը ուրեմն ուսապարկը գցի ուսերին եւ այդ մարդկանց ուղղորդի դեպի էջմիածին, այսինքն իր պարագայում ցանկացած գործողություն կարելի է համարել իրատեսական, որովհետեւ նա կարող է անել ամեն ինչ առանց հաշվի առնելու, որ դա սահմանադրության կոպտագույն խախտում է, առանց հաշվի առնելու, որ դա օրենքների կոպտագույն խախտում է, որտեղ ինքը իր մտքին դրել է, որ կաթողիկոսին ձեռնադրողը լինելու է ինքը։ Հասկանում եք, ես ինձ մոտ տպավորություն է, որ իր սիրտը իրան մենակ դա է պակաս, որ պետքա ինքը նշանակի մեր երկրում կաթողիկոս եւ այդ կարևոր առաքելությունն էլ իր վրա վերցնի։ Հետևաբար ես չեմ ակնկալում, որ ինչ որ մի պահ կլինի, ինչ որ մի կարմիր գիծ, որը իրեն կկանգնեցնի։ Իսկ կաթողիկոսին ի պաշտպանություն պետք է գնալ, եթե կոչ անի, կամ պետք է նա կոչով հանդես գա, եթե իսկապես արդեն հարցը հասնի էջմիածնի։ Ես կարծում եմ կլինի կոչ, թե չի լինի, այնուամենայնիվ հավատավոր ժողովուրդը կկանգնի եւ կաթողիկոսի եւ եկեղեցու կողքին, որտեղ բոլորը հասկանում են, որ սա ընդհանուր այսպես կաթողիկոսի նկատմամբ արվող գործողություններ չեն, սա գործողություններ են, որոնք ուղղված են եկեղեցու դեմ, որովհետեւ Կիրակնորիա պատարագը, չգիտեմ էլ դա իհարկե կարելի է պատարագ անվանել թե ոչ, այնուամենայնիվ Կիրակնորիա այդ արարողությունը, որ տեղի ունեցավ Հովանավանքում, ցույց է տալիս, որ այդ գործողությունները ուղղված են հենց եկեղեցու դեմ։ Եվ հետեւաբար այս պարագայում կլինի կոչ, թե չի լինի, ես կարծում եմ հավատավոր ժողովուրդը այնուամենայնիվ կլինի եկեղեցու կողքին, բայց նաև մեծ է իմ անհանգստությունը, որ դա կարող է բերել քաղաքացիական բախումների, ինչին ես կարծում եմ այս իշխանությունները պատրաստ են եւ ինչու՞ չէ նաև գնում են դրան։ Իսկ իրավապահ համակարգի գործողությունները ինչպես կբնութագրեք, օրինակ երեք քաղաքացու բերանը փակելով դուրս հանելը, կամ լրագրողներին երբ հարվածում են, ուղղակի ոստիկանները դիտում են այդ գործընթացը եւ քրեական վարույթի նախաձեռնվում, ինչ բացատրություն։ Ես վաղուց այլևս մեր իրավապահ համակարգից իրավական գործողություններ չեմ ակնկալում, որովհետև վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց յուրաքանչյուր հաջորդ գործողություն գալիս են ապացուցելու, որ իրենք ընդհանրապես մեկ անձի կամակատար են։ Այս պարագայում իրավապահ համակարգի գործողությունը պետք է լիներ կարգալույց քահանային եկեղեցուց դուրս հրավիրելը, եկեղեցուց վտարելը, որովհետև այդ եկեղեցին գտնվում է ուրեմն մայրաթորի տիրապետության տակ, այսպես ասեմ, եւ մարդը, որ գտնվում է այդտեղ, հենց նույն մայրաթորի կողմից արվել է կարգալույց, բայց իրենք փոխանակ ուրեմն հեռացնեն նրան եկեղեցուց, պաշտպանում են նրան, որպեսզի նա գտնվի եկեղեցում, աչք են փակում բոլոր այն խուլիգանությունների հանդեպ, որոնք տեղի են ունենում եկեղեցում, որտեղ մենք ինքներս էլ տեսանք, հա, այնտեղ հավաքված այսպես համազգեստը փոխած այսպես սովորական քաղաքացի ներկայացող ոստիկանները հենց իրենք էլ հրահրում էին նաև լրագրողների նկատմամբ տարբեր տեսակի գործողություններ, իսկ համազգեստավոր իրավապահ համակարգի ներկայացուցիչները ուղղակի այսպես կողքից կանգնած նայում էին ու կարծես թե չէին էլ տեսնում կամ չէին էլ ուզում տեսնել։
Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ այս իրավապահ համակարգը միայն մեկ մարդու է ծառայում եւ ակնկալել իրենցից, որ իրենք կանեն իրենց պարտականությունները, միամտություն է։ Եվ սա առաջին դեպքը չէ, սա ուղղակի եկեղեցու պարագայում մենք տեսնում, բայց ինչքան բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մենք տեսել ենք իրավապահ համակարգի կամ անգործությունը կամ այսպես դիտավորյալ գործողությունները, որոնք ուղղված են եղել ընդդիմադիրների հանդեպ։ Բայց ամեն դեպքում այս ամեն ինչ է տալիս Փաշինյանին, այն էլ ընտրություններից առաջ։ Գիտեք, է ձեզ համար ի վերջո, արդյոք նա չի մտածում, որ սա իր հեղինակության վրա ազդում է, ամեն դեպքում նույնիսկ իր աջակիցները կարող են չընդունել այն գործողությունները, որ նա անում է եկեղեցու հանդեպ։ Գիտեք, ես այսպես պետք է ասեմ, ես դիտարկում եմ եկեղեցու ազգապաշտպան գործողությունը թույլատնելու քայլեր եւ նաեւ իրենց Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների շրջանակներում եկեղեցու դեմ ուղղված գործողություններ։ Մենք տեսել ենք իհարկե, որ Ադրբեջանից եկող բազմաթիվ հայտարարություններին զուգահեռ են տեղի ունեցել եկեղեցու դեմ հայտարարությունները եւ մենք նաեւ տեսել ենք, որ դա հաջորդել է հենց նրան, երբ կաթողիկոսը արցախցիների իրավունքների մասին է խոսել միջազգային կառույցներում եւ հետեւաբար սա ուրեմն եկեղեցուն մեկուսացնելուն ուղղված քայլեր են, եկեղեցին մեկուսացնելուն ուղղված գործողություններ են։ Հիմա արդյոք Նիկոլ Փաշինյանը չի անհանգստանում, որ այս գործողությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Ես կարծում եմ, որ այս 1-2 պատարագից հետո ինքն էլ իր համար կկարողանա հետևություններ անել, որովհետև գիտեք, ցանկացած ռեպրեսիա, իսկ սա եւս ռեպրեսիա է, ի վերջո բերում է հակազդեցության։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի գործողությունները ուղղված է ընդհանրապես ընդդիմադիր դաշտը մեկուսացնելուն, բազմաթիվ քրեական գործեր կան, բազմաթիվ կալանավորներ կան եւ այլն, մյուս կողմից ուղղված է եկեղեցու դեմ եւ սա իհարկե այս ռեպրեսիաների հակազդեցությունը հենց կարող է լինել ժողովրդի շատ կտրուկ արձագանքը։ Ինքը այս պահին ամեն դեպքում չափում է, փորձում է հասկանալ, թե ի վերջո միջև ուր է հասել այդ դժգոհությունը, ինչը ես վստահեցնում եմ իրականում շատ բարձր է։ Իդեպ Փաշինյանն ըստ էության ասում են, որ մնացել է 2018-ի մեջ, նա մտածում է, որ մեկ հայտարարությամբ, մեկ լայվով կարող է մեծ թվով մարդկանց զանգվածներ հավաքել, բայց տեսնում է, որ դա չի ստացվում։ Գիտեք, իրենք բոլորն են մնացել 2018-ի մեջ։ Իրենց թվում է, թե դեռ իրենք հեղափոխություն են անում Հայաստանում եւ իրենք ոչ այնքան իշխանություն են, որքան ընդդիմություն են։ Այսինքն, երբ իրենց հարցնում ես վերջին 7 տարվա ընթացքում ձախողումների եւ խնդիրների մասին, իրենք միևնույնն է խոսում են 2018-ին նախորդող իրավիճակի մասին։ Այսինքն, իրենք այդպես էլ չհասկացան, որ 2018-ից անցել է 7 տարի, այս 7 տարվա ընթացքում բազմաթիվ ողբերգություններ են բերել մեր երկրի եւ մեր գլխին եւ դեռ շարունակում են մնալ այդ 2018-ի հեղափոխական ազդեցության եւ հեղափոխական իմպուլսների տակ, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, որ այս անգամ ինքն էլ տեսավ, որ ընդամենը մեկ կոչը բավարար չէր եւ ոչ միայն բավարար չէր մեկ կոչը, բավարար չէր նաեւ վարչական ռեսուրսները, որոնք իրենց կողմից օգտագործվեցին եւ այն պատկերը, որը իրենք ակնկալում էին, այդպես էլ չստացան։ Իսկ այս կալանավորումները միջև որ կարող են հասնել Վարդան Ղուկասյանի կալանավորումը տեսանք, Սրբազանի կալանավորումը, Դավիթ Համբարձումյանի ազատազրկման, այո, գործընթացը տեսանք, նա վաղը գալու է Ռուսաստանից եւ ըստ տեղեկություններին այն անմիջապես ձերբակալելու են։ Տեսեք, մենք իրականում մտել ենք ռեպրեսիաների շատ լուրջ փուլ։ Սա սկսվել է 2018 թվականից եւ երբ ես 2018 թվականին զգուշացնում էի, որ այս մեքենան գնալով ավելի այսպես մեծ թափ է հավաքելու, ես նույնիսկ ինքս չէի պատկերացնում, որ իրականում այսպիսի մեծ ծավալների մասին կարող է խոսքը գնալ։ Այո, այս պահին մենք ունենք 3 հոգևոր թեմի առաջնորդներ, որոնք որ կալանավորված են, Մուղնիի հոգևոր հովիվն է կալանավորված, 18 արդարների գործով կալանավորվածների մասին կարող ենք խոսել, Դավիթ Համբարձումյանի ակտի մասին կարող ենք խոսել, որտեղ որ ազատազրկման դատապարտեցին, 6 տարվա ազատազրկման դատապարտեցին, մենք կարող ենք խոսել արդեն նաև Գյումրիում 41 մեղադրյալների մասին, որոնցից 2-ը անչափահաս են։ Այս 41 մեղադրյալից
19-ի վերաբերյալ կալանքի որոշում կար, ես չգիտեմ մնացածի ճակատագիրը, արդյոք նրանք եւս արդեն կալանքի տակ են, թե այլ խափանման միջոցներ են կիրառում, այսինքն սա զանգվածային բնույթ կրող երևույթ է եւ հետեւաբար մենք այս պահին կարող ենք խոսել ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների շուրջ 50 կալանավորվածների մասին, շուրջ 50 քաղբանտարկյալների մասին։ Բայց եթե իհարկե իրենց փորձում ես իրենց արժև հարց բարձրացնել ժողովրդավարության այսպիսի ապականման, ժողովրդավարության այսպիսի ոտնահարման մասին, ասում են, բա 18 թվականից առաջ, բա դուք չէիք տեսնում 18 թվականից առաջ ինչ էր կատարվում եւ այլն։ Շատ բան ենք տեսել։ Իհարկե շատ բան ենք տեսել, շատ բան ենք արձանագրել, բայց այսպիսի զանգվածային ռեպրեսիաներ իրենք են իրականացնում։ Սա խայտառակ վիճակ է, սա ԵԽԽՎ 1900 բանաձևով նախատեսված այդ 5 չափանիշներից յուրաքանչյուրի հետ կարող ես համեմատել, այնտեղ 5 չափանիշներում նախատեսված, ուրեմն տարբերակված մոտեցման մասին կարելի է խոսել, անհամաչափ կալանքի մասին կարելի է խոսել։ Միքայել Սրբազանին դատապարտում են 2 տարի ազատազրկման, դատախազությունը բողոք է բերում, ասում է չէ 2 տարի 6 ամսով դատապարտեք, ազատազրկման դատապարտեք։ 6 ամիսը 2 տարին քիչ էր, բայց այն 6 ամիսը բա դա քաղբանտարկյալի բնորոշ չափանիշ չէ։ Գոնե դատավորը 2 տարի տա։ Չէ, 2 տարի տվել է արդեն։ Ավել են ասում, որ գոնե 2 տարին անպայման կալանք ունենա։ Տեսեք, առաջին Հայաստանի դատարանը 2 տարի ազատազրկման դատապարտել է։ Իրենք ասում են, չէ, այդ 2 տարին բավարար չէր։ Դուք պետք է 2 տարի 6 ամսով դատապարտեիք Միքայել Սրբազանին։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ եւ ժողովրդավարության ոտնահարում, եւ ռեպրեսիայի, այսպես լուրջ թափ հավաքելու process, եւ սա շարունակվելու է։ Իհարկե շարունակվելու է, որովհետեւ այլ տարբերակ, քան բռնաճնշումների միջոցով փորձել պահել իշխանությունը Փաշինյանը չունի։ Ինքն էլ է տեսնում, չէ, որ իր հեղինակությունը գնալով ընկնում է։ Ինքն էլ է տեսնում, որ հանրության մոտ խորը ռադիկալացում է։ Ինքն էլ է տեսնում, որ այդ դժգոհությունը իրականում ռադիկալացման է գնում։ Եվ ինչ անել, այլևս ժողովրդավարական ճանապարհով ինքը չի կարողանալու պահել իր իշխանությունը, եւ քանի դեռ միջազգային կառույցները իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով աչք են փակում այն ամեն ինչի դեմ, այն ամեն ինչի հանդեպ, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, ինքը շարունակելու է կիրառել ռեպրեսիվ մեքենան։ Եվ շատ ցավով եմ ասում, բայց այն մարդիկ, ովքեր 7 տարի լռում էին եւ շարունակելու են լռել, պետք է վստահաբար համոզված լինեն, որ մի օր էլ դա թակելու է իրենց դուռը։ Գիտեք, որովհետեւ երբ որ համակարգը ապականվում է, այսինքն եւ իրավապահ համակարգը եւ դրան զուգահեռ դատական համակարգը ապականվում է, այս քաղաքական գործերի պատճառով իրենց ազդեցությունն են ունենում նաեւ ոչ քաղաքական գործերի վրա։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա արդեն դա զգալու է։ Հետեւաբար չի կարելի այսպես անտարբերության մատնել, չտեսնելու տալ այն ամեն ինչ, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Իսկ կուսակցությունների հետ կապված Փաշինյանի ճնշումների կարող է գնալ, արդեն իսկ անոնսել է, որ կարող են լինել կուսակցություններ, որոնք չմասնակցեն օրինակ ընտրություններին։ Ես վստահ եմ ինքը գնալու այդ ճանապարհով, ես վստահ եմ, որ օրինակ գտնելու են եղանակներ, տարբերակներ չգրանցելու նոր կուսակցություններ, չգրանցելու կուսակցությունների նախընտրական ցուցակները եւ այլն։ Չեմ կարող այս պահին կոնկրետացնել, որովհետև շատ անշնորհակալ գործ է կանխատեսել, թե ինչ է կատարվում այդ մարդու գլխում, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ երբեք իր որևէ հայտարարություն անհետևանք չի մնում։ Եթե ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ բոլորիդ լցնելու են պատվալները, մենք դրան տեսնում ենք հաջորդող քրեական գործերը։ Եթե ինքը ազգային ժողովի ամբիոնից կամ չգիտեմ, միգուցե գրառման տեսքով ասում է, տեսեք, մենք մեր ձևով ձեզ ոնց ենք պատժելու, մենք տեսնում ենք, որ մարդը իր արած հայտարարության համար, խոսքը Սամվել Կարապետյանն է վերաբերում, հայտնվում է արդեն կալանավայրում։ Այսինքն այս հայտարարությունն էլ, որը որ վերաբերում է կուսակցություններին, բնականաբար անհետևանք չի մնալու եւ ինքը փորձելու է տարբեր եղանակներով միջամտել կամ գործող կուսակցությունների ուրեմն նախընտրական ընտրությանը մասնակցելու այդ process-ներին մասնակցելու հնարավորությունը կամ էլ կանխելու նոր քաղաքական ուժերի ստեղծումը։ Իսկ ընդդիմությունը ինչ ռեսուրսներ ունի ինքնապաշտպանության կամ հակազդեցության, ավելի ճիշտ, ոչ թե ինքնապաշտպանության։ Հիմա կարծես թե ինքնապաշտպանվում է ավելի շատ ընդդիմությունը։
Իրականում, երբ խոսքը վերաբերում է քրեական գործերին, մենք տեսնում ենք, որ այստեղ իրական ամենաթողությունն է, որովհետև իրավական, երբ խոսքը վերաբերում է իրավական ճանապարհով հարցերի լուծմանը, ապա այստեղ մենք մի պատի ենք բախվում, որովհետև ամբողջ իրավապահամակարգների ենթակայության տակ գործում։ Այսինքն ոչ միայն չգիտեմ, ոչ միայն ոստիկանությունն է, ոչ միայն դատախազությունն է, այլ նաև դատական համակարգն է։ Հետևաբար այստեղ իրավական ճանապարհով շատ բարդ է լինելու, ուրեմն հակազդելու իր գործողություններին, բայց այստեղ մի այլ կարևոր գործիք կա։ Դա իր դեմ իրենից դժգոհ եւ իր դեմ բարկացած ժողովուրդն է։ Այսինքն ընդդիմության ըստ էության մնում է կարողանալ միավորել ժողովրդին եւ կարողանալ առաջնորդել ժողովրդին այս իշխանությունից ազատվելու այդ բարդ գործընթացին, որովհետև այլ ճանապարհ, այսինքն ակնկալել, որ ինչ որ միջազգային կառույցները գալու են եւ քննադատելու են, ասելու են Նիկոլ Փաշինյան սա ավտորիտարիզմ է, երբ որ դու փորձում ես միջամտել կուսակցությունների գործողություններին, չէ, չի լինելու այդպիսի բան։ Այս պահին գոնե չի լինելու։ Հասկանում եք, դրա վրա հույս դնել չի կարելի, իրավապահ համակարգի վրա հույս դնել չի կարելի, հետեւաբար մնում է ուրեմն ժողովուրդը եւ մնում է ուրեմն հստակ ճանապարհային քարտեզ եւ գործողություններ, որ ժողովրդի օգնությամբ կբերի այս իշխանության։ Նկատի ունեք միջև ընտրություններ։ Փողոցային պայքար։ Դա կարող է լինել միջև ընտրություններ, դա կարող է լինել ընտրություններին զուգահեռ։ Բայց ինչու չի հաջողվում դա, չի ստացվում, մենք անընդհատ խոսում ենք այդ մասին եւ պատասխանը չի գտնվում։ Մարդիկ հոգնել են, չեն ցանկանում այս ընդդիմության հետ կրկին դուրս գալ փողոց, մտածում են նորից տուն են ուղարկելու, ինչ խնդիր է։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ ժողովուրդը սպասում է հենց այն X պահին, որը որ իրենց միավորվելու եւ արդյունքի հասնելու հնարավորություն է տալու։ Այդ X պահը կարող է լինել նաեւ ընտրությունները։ Գիտեք, որովհետեւ երբ որ դու ընտրությունները որպես ընտրությունների երաշխիք նաև դիտարկում ես ժողովրդի միջոցով հեղափոխության հնարավորությունը, դա եւս քեզ հնարավորություն է տալիս գնալ եւ հասնել քո նպատակին։ Եվ դրա համար օրինակ շատ կարեւոր են այսօր ձևավորվող բոլոր շարժումները եւ նոր ձևավորվող շարժումներ կլինեն եւ այլն, որոնք որ քաղաքական դաշտը համալրելու են եւ այս ամբողջականության մեջ իհարկե գալու է հենց այդ պահը, որի ժամանակ նաև ժողովրդի օգնությամբ եւ ժողովրդի աջակցությամբ հնարավոր է լինելու ազատվել այս իշխանություններից։ Բայց այդ դեպքում հավանաբար պետք է համախմբվի ընդդիմությունը եւ ոչ թե առանձին գործի։ Եթե խոսքը վերաբերում է ընտրություններին մասնակցելու համախմբվածության մասին, իրենք պետք է ընտրություններին մասնակցելու ժամանակ մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվեն։ Այսինքն մեկ ընդհանուր նպատակը պետք է լինի ազատվել այս իշխանություններից, դրա համար պահպանել ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քվեն, չգիտեմ, մոբիլիզացնել ժողովրդին եւ այլն եւ այլն։ Այսինքն համախմբումը պետք է լինի այդ ընդհանուր նպատակի շուրջ, բայց ակնկալել, որ մեկ ուժով է մասնակցելու ընդդիմությունը քանի խոշոր ուժերով, որովհետև հնարավոր է փոքր ուժերով շեմնել չհաղթահարեն եւ դուրս մնան։ Այս դեպքում ինչ արդյունք է։ Ես կարծում եմ միջև ընտրությունները մենք իհարկե այստեղ նոր եւ լուրջ զարգացումներ կտեսնենք, մենք կտեսնենք, թե ինչպես են այդպիսի միավորումներ լինում եւ այլն, եւ արդյունքում, այո, կլինեն մի քանի ուժեր, որոնք հնարավորություն ունենան հաղթահարել եւ ոչ միայն հաղթահարել, այլ հեռացնել այս իշխանությանը։ Կարծում եք իսկապես Փաշինյանն ուզում է ձերբազատվել այս խորհրդանական ընդդիմությունից, որովհետև ինքը ասում է մեզ համար գանձ եք դուք որ չլինեք մեզ չեն ընտրի, մենք չենք վերարտադրվի։ Գիտեք, ինքը շատ բան կարող է ասել։ Այդտեղ հարց է առաջանում, բա ինչի է հիստերիայի մեջ ընկել։ Այդտեղ հարց է առաջանում, այս ռեպրեսիվ գործընթացները իրականում իրենց ոչ հավասարակշռված գործողությունների արդյունք են։ Այսինքն մարդիկ ընկել են հիստերիայի մեջ եւ փորձում են ամեն գնով ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը որ մարդկանց կվախեցնի գնալ այսպես լուրջ քայլերի եւ եթե իրականում իրենց համար այս ընդդիմությունը այսպես շատ ցանկալի նվեր է եւ այլն վստահաբար այդպիսի ցայտնոտային գործողությունների չէին գնա։ Իհարկե իրեն շատ ավելի այսպես հարմար կլինի եւ շատ ավելի իր համար ցանկալի կլինի, որ խորհրդարանում հայտնվեն
իր արբանյակային կուսակցությունները, մենք գիտենք, չէ, այդպիսի կուսակցություններ կան, որոնք որ հայտ են ներկայացնում եւ առաջիկայում դիրքավորվելու են այսպես ընդդիմադիր դիրքերից եւ փորձելու են այսպես նաեւ քննադատել Փաշինյանին, այն որ ընդդիմությանը քննադատում են եւ այլն, հասկանալի է, բայց զուգահեռ այսպես մի քիչ էլ ձեռքի հետ Փաշինյանին կքննադատեն, որպիսի ի վերջո Փաշինյանը ունենա այն ընդդիմությունը, որը իրեն ձեռք է տալիս, որի հետ իրեն հարմար է լինելու։ Եվ խոսենք նաև այսօր ազգային ժողովում ընթանում է 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն էր ներկա, Արարատ Միրզոյանը, դուք եւս հնչեցրեցիք Արարատ Միրզոյանին, այդ մասին կխոսենք։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից պատրաստ ենք ապահով բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս երկաթուղիով։ Առասարակ ելույթից ինչ տպավորություն ունեք եւ արդյոք կստացվի ապաշրջափակումը երկուստեք ինչի մասին խոսվում է։ Ես անկեղծ ասած, այստեղ տեսնում եմ ընդհանրապես ցանկություններ, որոնք որ Փաշինյանը անընդհատ բարձրաձայնում է, բայց ռեալ քայլեր այս ուղղությամբ անկեղծ ասած ինքս էլ չեմ տեսնում, որովհետև Հայաստանի Հանրապետության հռետորաբանությունից շատ հաճախ եւ գրեթե կարելի ասել միշտ տարբերվում է Ադրբեջանի պետական պաշտոնյաների հռետորաբանությունը։ Այն որ Ալիևը խոստացել է, որ Ղազախից ցորենը գալու է Հայաստան եւ դա ներկայացնում էին որպես փրկություն Հայաստանի Հանրապետության համար, օրինակ ինձ համար շատ կարեւոր մի հարց կա այստեղ։ Բա որ հաջորդ օրն էլ Ալիևը արցանա եւ փոշմանի։ Հասկանում եք, այսպես խոստումների վրա բարի ցանկությունների հիման վրա քաղաքականություն չեն ուրեմն բանանում իրականացնում, չեն վարում քաղաքականություն եւ հետեւաբար այս բոլոր իրենց կողմից հնչեցվող ցանկությունները պետք է ունենան հստակ երաշխիքներ, որ հենց այդպես էլ տեղի են ունենալու։ Իհարկե ապաշրջափակումը շատ կարեւոր է։ Իհարկե հարևան երկրների հետ ուրեմն նորմալ հարաբերությունները շատ կարեւոր են, բայց այստեղ շատ կարեւոր է թե դա ինչ գնով է լինում եւ արդյոք Փաշինյանը ինչ է խոստացել հերթական անգամ դրա դիմաց։ Որովհետև մենք տեսնում ենք, որ առայժմ այն ինչ որ իրենք անում են, զուտ Փաշինյանի խոստումների արդյունքում է լինում։ Խոստումներ որոշակի զիջումների գնալու։ Օրինակ, խոստում ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը լուծարելու մասին, որը որ ասենք անհասկանալի էր, թե ինչու նախաստորագրած փաստաթղթին պետք է անմիջապես հետևեր դա, խոստացան եւ դիմեցին անմիջապես գնացին լուծարման ճանապարհով։ Այսինքն ես ամեն անգամ, երբ ինքը խոսում է որոշակի իր ցանկությունների կամ ուրեմն պատկերացումների մասին, ինձ մոտ սկսում է անհանգստություն, թե այս անգամ ինչ է խոստացել Փաշինյանը մեր երկրի հաշվին, որովհետև առայժմ մեր երկրի համար այսպես տեսանելի ձեռնտու քայլեր մենք չենք տեսել։ Մենք չենք տեսել օրինակ գերիների վերադարձը։ Մենք տեսնում ենք Բաքվում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը։ Մենք չենք տեսել Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերում։ Մենք տեսնում ենք, որ մեր տարածքները շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։ Եվ այս պարագայում հասկանում եք, երբ կան այսպիսի խնդիրներ, ակնկալել, որ այդ ցանկությունները իրականություն են դառնալու, միամտություն է։ Այդպես խաղաղություն չի լինում։ Այսպես բան հարաբերություններ չեն կարգավորվում։ Ադրբեջանը փաստորեն ընդառաջ քայլ արեց, թույլ տվեց իր տարածքով այդ բեռները գան Հայաստան։ Սա խաղաղության ցուցիչ է, որ խաղաղությունը հաստատվել է, դեպ այսօր Փաշինյանն ասում էր առաջի անգամ, որ բյուջեն է ինքը ներկայացնում եւ փաստացի խաղաղությունը հաստատված է արդեն։ Իսկ ինքը ռազմագերիների ընտանիքներին բացատրում է, թե դա ինչ խաղաղություն է։ Օրինակ ո՞նց է գնում այդ մարդկանց ընտանիքի անդամներին ասում, որ սա խաղաղություն է։ Խաղաղությունը բազմակոմպոնենտ է, հասկանում եք, այնպես չի, որ այսօր Ալիևը մի բան խոստացավ եւ արեց, եւ դա արդեն երաշխիք է, որ վաղը նորից նույն բանը լինելու է։ Այսինքն, եթե ինքը նույնիսկ բարի այսպես բան չի վարքագիծ չի դրսևորում, բարի կամքի դրսևորում չի ցուցաբերում ռազմագերիների հարցում եւ շարունակում են ադրբեջանական զորքերը մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ ինչ խաղաղության մասին է խոսքը։ Իսկ Արարատ Միրզոյանի ներկայացրած մանրամասները խաղաղության համաձայնագրի հետ կապված, Ադրբեջանի հետ բանակցությունների հետ կապված
ձեր կարծիքը։ Վիճեցիք, ձեր խմբակցության պատգամավորը։ Այո, վիճեցինք եւ գիտեք, այնուամենայնիվ Արադ Միրզոյանի պնդումներից մեկն էլ հետեւյալն էր, որ թրիփը չպետք է դիտարկել միայն զուտ որպես Ադրբեջան եւ Նախիջևան, այսպես միացնելու որպես այդպիսի ընկալում չպետք է դիտարկել եւ այլն, եւ մեր անհանգստությանը այն բանին, որ այնուամենայնիվ Ադրբեջանի կողմից հենց այդպես էլ ընկալվում է թրիփը, իրենց համար դա շարունակում է մնալ Զանգեզուրի միջանցք, որը որ Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ եւ այլն։ Այո, ինքը ասում էր, որ իր համար հիմք է փաստաթուղթը, որ ստորագրել են, ինքը չի ուզում խորանալ այդ ընկալումների եւ այդ ձևակերպումների մեջ եւ այլն, որը ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է, որովհետեւ գիտեք, երբ որ դուք բանակցում եք մի փաստաթղթի շուրջ, սակայն երկու տարբեր կողմեր, երկու տարբեր ընկալումներ ունեն այդ փաստաթղթի վերաբերյալ, դա նշանակում է, որ այդ փաստաթղթի կյանքի կոչելը իրականում անիրատեսական է դառնալու։ Դու ասում ես, որ սա միայն այդ ճանապարհը չէ, դա Հայաստանը երրորդ երկրների հետ կապելու նաև ճանապարհ է եւ այլն, ինչը եւս քննարկման առարկա է, որովհետեւ այո, այդ ճանապարհը կարելի է օգտագործել երրորդ երկրների հետ որպես այսպես կապող ճանապարհ, եթե դա բոլորովին այլ կարգավորումներ կունենար եւ այլն, բայց դու ասում ես, ես այսպես եմ ընկալում, Ադրբեջանը բոլորովին այլ կերպ է ընկալում։ Եվ այստեղ արդեն եւ ճանապարհի իրավական կարգավիճակի հետ կապված է հարցեր առաջանալու եւ այդ ճանապարհի մաքսային կարգավորումների հետ են հարցեր առաջանալու եւ այլն։ Այսինքն զուտ ստացվում է, որ մեր իշխանությունները եղած փաստաթղթերը նախաստորագրված իրենց այդպես խաղաղության պայմանագիր կոչվածը եւ ստորագրված թրիփը պարզապես ուզում են ներկայացնել իրենց ընկալումների շրջանակներում, որոնք որ օբյեկտիվ իրականության մեջ բոլորովին այլ գնահատականներ եւ այլ հետևություններ անելու հնարավորություն են տալիս։ Այսինքն իրենք ուզում են համոզել, որ դա այն է, ինչ որ իրենք ակնկալում են, մինչդեռ դա այն չէ, ինչ որ ակնկալում է Ադրբեջանը։ Եվ ի վերջո ինչ կլինի, կարծում եք, ի վերջո այսօր այդպես էլ չկարողացան ասել, թե պայմանագիրը կկնքվի, թե ոչ։ Մենք գիտենք, որ պայմանագիրը կնքելու համար այնուամենայնիվ Ադրբեջանն ունի նախապայմաններ։ Եվ այդ նախապայմանների մասին իրենք բացահայտ խոսել են, այնպես չի, որ նախապայմաններին չեն անդրադարձել, եւ նախապայմաններից մեկը հենց հանդիսանում է սահմանադրության փոփոխությունը։ Եվ քանի դեռ մեր իշխանությունները Ադրբեջանի սրտով սահմանադրություն չեն գրել, Ադրբեջանը այդ պայմանագիրը ստորագրելուն չի գնալու։ Որովհետև եթե այդ պայմանագրում ամեն ինչ գործընթաց է եւ հնարավոր է ժողովուրդն հավանություն չտա, այսինքն չքվեարկի։ Այո, եթե այդ պայմանագրում ամեն ինչ այդքան իդեալական էր, ամեն ինչ այդքան փոխընդունելի էր երկու պետությունների համար, ամեն ինչ բխում էր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, բա ո՞րն էր խնդիրը, որ նախագահների ներկայությամբ ընդհանրապես դա նախաստորագրվում է։ Հա, ո՞րն էր խնդիրը։ Ամեն ինչ լավ էր, դե ստորագրեիք, չէ։ Որովհետև Ադրբեջանը ունի իր նախապայմանները եւ եթե նույնիսկ Ադրբեջանի սրտով գրված սահմանադրություն կլինի, մեծ է իմ անհանգստությունը, որ Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշելու, միգուցե ավելի վտանգավոր, միգուցե ավելի վատ եւ մեծ է նաեւ իմ անհանգստությունը, որ այս իշխանությունները ընդառաջ են գնալու նաեւ այդ նախապայմաններին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։